քաղաքացիների հյուրասիրում։ Ենթադրում եմ, որ կազմակերպությունները կոմերցիոն այդ բանը նաև հետապնդում, չեմ կարող ասել մանրամասն։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ինչու է կոմերցիոն բնույթի կազմակերպություններին գովազդում եւ ասում քաղաքացիներին եկեք հյուրասիրեք։ Հարգելի գործընկերներ, աշխարհի բոլոր երկրներում նմանատիպ միջոցառումների ժամանակ, ներառյալ Երևանում գինու օրերի ժամանակ որոշակի վճարման եւ կոմերցիոն բնույթի հարցեր կան, որոնք աշխարհի բոլոր երկրներում Գերմանիայի գինու փառատոնից սկսած մինչև Սարյանի գինու օրը նույն տրամաբանության մեջ են իրականացվում։ Պարոն Խուդաչյան, հիմա միջին վիճակագրական քաղաքացին կամ թոշակառուն, որի թոշակը 10,000 դրամով բարձրացրել եք, պիտի իր թոշակի 10,000 դրամ բարձրացած 6,000 դրամը տա օրինակ խոզից թեքին կամ խորովածին, որ հիմա արվում է, ու ինչպես պիտի հետո ապրում։ Հարգելի լրագրողներ, ես օրինակ հիմա այստեղ եմ, զբոսնում եմ, չեմ սնվում, խոզից թեյք չեմ գնել եւ այստեղ գտնվելու միակ նպատակը վստահ եմ քաղաքացիների համար խոզից թեյք գնելը չի, տեսնում եք քաղաքում բարձր տրամադրությունը, ընդհանրապես ես այստեղ եմ եկել մարզից, այլ մարզում էլի միջոցառման ենք մասնակցել, Հայաստանի Հանրապետության մարզերում այսօր տոնական տրամադրությունը եւ քաղաքացիները վայելում են օրվա տոնական տրամադրությունը, մի մասը ձեր ասած խոզից թեյք գնելով, մյուս մասը զբոսնելով, քայլելով, համերգներին, միջոցառումներին մասնակցելով, տարբեր համերգներում այսօր ցուցադրություններ ենք ունեցել, սպորտային միջոցառումներ ենք ունեցել, Ալագյազու մարզադպրոցի հիմնարկեք ենք ունեցել, այնպես որ պիտի այսօրվա խորհուրդը սնվելու եւ սննդի հետ չկապենք, կարծում եմ հիմա ականատեսն եք լինում Սարյանի բազմամարդության մեջ, Ամիրյան փողոցի բազմամարդության մեջ ոչ բոլորն են սնվում։ Պարոն Խուդաչյան,